Բարի առավոտ, սիրելի հայրենակիցներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Այսօր ուրբաթ է աշխատանքային շաբաթվա վերջին օրն է։ Ես վստահ եմ, որ ձեզ մոտ աշխատանքային շաբաթը այս շաբաթը նույնպես անցել է լի հետաքրքիր իրադարձություններով եւ լի լավ գործերով։ Շնորհակալ եմ, որ աշխատանքային շաբաթվա վերջին օրը նույնպես անցկացնում եք մեզ հետ, մեզ դիտելով։ Դե ինչ, սկսենք։ Այսօր հոկտեմբերի 10-ին ծնվել է հայ երգիչ Հայաստանի վաստակավոր արտիստ Արամեն։ Արամեն 9 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան, այստեղ նա ընդունվում է Արևիկ մանկապատանեկան երգի մրցույթ, որտեղ էլ անում է իր առաջին քայլերը երգի ասպարեզում։ Հաճախել է նա նաև կարատեի ու բոդիբիլդինգի։ 9-րդ դասարանում որոշում է ընդունվել հումանիտար վարժարան, սակայն վերջնականապես ընդունվում է բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանության բաժին։ Որոշ ժամանակ նա աշխատում է որպես թարգմանիչ։ 2004 թվականին Արամեն վերադառնում է Հայաստան եւ վերջնականապես տրվում երգին եւ երգի ասպարեզին։ Երգիչը թողարկել է 8 ձայնասկավառակ եւ ունի 50-ից ավել տեսահոլովակներ։ Արամեն այսօր համարվում է հայկական շոու բիզնեսի ամենասիրված ու ճանաչված ներկայացուցիչներից մեկը։ Հոկտեմբերի 10-ին նշվում է նաև հոգեկան առողջության միջազգային օրը։ Տոնը առաջին անգամ նշվել է 1992 թվականին հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ։ Տոնի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա։ Առկա խնդիրների մասին պետք է մտածեն ոչ միայն խանգարում ունեցողները ու նրանց ընտանիքի անդամները եւ բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը։ Այսօր եւս նշվում է մեկ տոն, որի արդիվ մենք այսօր ունենք հյուր, տեսողության միջազգային օրն է այսօր նշվում, իսկ տոնի մասին զրուցելու ենք ակտաբուժ Գոհար Բիշարյանի հետ, իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ ես կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք, հարգելի հեռուստադիտողներ, մեր աշխատանքը շարունակվում է ուղիղ եթերում, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ։ Ինչպես նշեցի, հոկտեմբերի 8-ին նշվում է տեսողության համաշխարհային օրը։ Այս ամսաթիվը նշվում է օրացույցում, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրվի կուրության, տեսողության խանգարման եւ տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց վերականգնման խնդիրների վրա։ Տեսողության համաշխարհային օրվան մասնակցում են այս խնդրին առնչվող տարբեր կազմակերպություններ։ Քրոնիկ կուրության հիմնական պատճառները ներառում են կատարակտը, գլաուկոման, տարիքային մակուլյար դեգեներացիան, եղջերաթաղանթի անթափանցիկությունը։ Աշխարհում գնալով աճում է տարիքային կուրությունը եւ չվերահսկվող շաքարախտի հետևանքով առաջացած կուրությունը։ Եվ քանի որ վերջին տարիներին շատ երկրներում մեծանում է տարեցների թիվը, ավելի շատ են մարդիկ, ովքեր կհայտնվեն տեսողության կորստի վտանգի տակ, եթե ժամանակին չկանխեն զարգացող խնդիրները, քանի որ կուրության դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ժամանակին։ Իսկ մեր տեսողության պահպանման, կանխարգելիչ միջոցների եւ շատ այլ հետաքրքիր հարցերի մասին այսօր զրուցելու ենք ակնաբուժ Գոհար Բիշարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ նաև հրավերի համար։ Մինչ մեր բուն զրույցին անցնելը, մեր ավանդական հարցով սկսենք զրույցը։ Սովորաբար որպես բժիշկ, ակնաբուժ, ինչպես է սկսվում ձեր առավոտը, ինչպես է անցնում ձեր օրը։ Քանի որ ես 4 բալիկների մայրիկ եմ, իմ առավոտը անվերջ է, որովհետև ես նույնիսկ գիշերը չեմ կարողանում լավ քնել, իսկ ընդհանրապես այսպես առավոտյան ազդարարը լինում է նրանով, որ ավագ որդիներիս ճանապարհում եմ դպրոց, հետո երրորդ բալիկիս ճանապարհում եմ կամ տանում եմ մանկապարտեզ եւ գնում եմ աշխատանքի։ Տիկին Բիշարյան, երկար տարիներ լինելով ակնաբուժության մեջ, ինչ եք նկատում վերջին տարիներին մեր երկրում, որքանով է զարգացած այս հիվանդությունները, որոնք են ամենատարածված խնդիրները աչքերի հիվանդությունների մեջ, ինչ եք նկատում։ Քանի որ իմ պրակտիկ գործունեության մեջ ես ավելի շատ աշխատում եմ երեխաների հետ, այսինքն նեղ մասնագիտացմամբ ես նաև մանկական ակնաբույժ եմ, մեծ տենդենս կա, իհարկե ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում կարճատեսության աճի, զարգացման, դրա պատճառները մի քանիսն են, իհարկե շատ մեծ նշանակություն ունի այն փաստը, որ այսօր բոլոր տարիքային խմբերում, մասնավորապես եթե խոսում ենք մանկական տարիքում, էկրանային ժամանակն է շատացել,
վերացնել, այսինքն բացի նույնիսկ ժամանցից են, որ երեխաները հեռախոս են խաղում կամ, չգիտեմ, PlayStation են օրինակ խաղում, հա, նաև պարտադիր դասերը նույնպես դարձել են հեռախոսների միջոցով, որտեղ նոր դասագրքերում շատ կհանդիպենք QR կոդերի, որի վրա երեխաները պետք է պահեն հեռախոս, որը QR կոդը կակտիվացնի եւ նրանք որևէ խնդիր կլուծեն կամ դաս կլսեն, կկարդան նույնիսկ հեռախոսով, այսինքն ժամանակակից աշխարհի տենդենսներին այդպես հետ չմնալով նորագույն տեխնոլոգիաները գալիս մտնում են մեր կյանք ու ստացվում է, որ էկրանային ժամանակը շատ շատացել է։ Բացի դրանից նաև կարճատեսության ավելի այսպես շատ լինելու փաստն էլ պայմանավորված է նաև նրանով, որ հիմա անհասիկ բալիկներն էլ, հա, վաղաժամ ծննդաբերությունները շատ են լինում ու կարողանում են հիմա շատ փոքր քաշով, փոքր ժամկետում ծնված բալիկներին կյանքը պահպանել, իսկ երբեմն վաղաժամ ծնված բալիկների մոտ բնածին կարճատեսություն առաջանալու հավանականությունն ավելի մեծ է։ Ու այդպես ստացվում է, որ մենք այս պահին ունենք լուրջ խնդիր ամբողջ աշխարհում կարճատեսության հետ կապված, որովհետև կարճատեսությունը այն հիվանդությունը չի, որ մեզ անհանգստացնի, օրինակ տվյալ մարդու ունի -1 կարճատեսություն, -2.5 դիոպտրիա, հա, կարճատեսության բուն խնդիրը այն հետևանքներն են, որոնք կարող են առաջանալ կարճատես մարդու մոտ, այսինքն դա կարող է լինել երկրորդային կատարակտան, երկրորդային գլաուկոման, ցանցաթաղանթի տարատեսակ հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ կարճատեսության մեծ թվերի դեպքում, երբ որ ակնագունդը առաջահետին առանցքով մեծանում է եւ առաջացնում է ցանցաթաղանթի բարակում։ Իսկ ընդհանրապես դե գիտենք ամենաշատ այդպես հանդիպող հիվանդությունները միջին եւ բարձր տարիքի մարդկանց մոտ դա կատարակտան է, որը բնորոշվում է օպտիկական միջավայրի ավելի կոնկրետ ոսպնյակի պղտորմամբ եւ գլաուկոման առաջատար դիրք է ցավոք զբաղեցնում աշխարհում անդառնալի կուրություն առաջացնելու հետևանքի բերումով, հա, որտեղ եթե կատարակտան առաջացնում է կուրություն, որը հնարավոր է ճնշող մեծամասնության դեպքում հնարավոր է շտկել, վերականգնել տեսողությունը, զուտ օպտիկ միջավայրի թափանցելիությունը վերականգնելով։ Իսկ գլաուկոմայի առաջացրած հետևանքները ցավոք սրտի հիմնականում անդառնալի են լինում, եթե մանավանդ բարձի թողի գլաուկոմայի մասին ենք խոսում։ Այս երեք կարևոր թեմաներին անդրադարձանք, փորձենք ամբողջ եթերի ընթացքում հակիրճ հերթով անդրադառնանք, այ երբ որ խոսում ենք կարճատեսության մասին, որը երեխաների մոտ է հիմնականում, երիտասարդների մոտ է, հնարավոր է այս խնդիրը այլ կերպ կանխարգելել, թե միայն եթե ուզում շտկվի, ապա լազերային միջամտություններն են։ Այստեղ շատ կարևոր նյուանսի եմ ուզում անդրադառնալ, միշտ ես իմ բուժառուներին էլ դրա մասին ասում եմ, տեսեք, լազերային կորեկցիա է, դա լազերային բուժում չէ, այսինքն մենք լազերի միջոցով, հատուկ նորագույն տեխնոլոգիայի միջոցով կարողանում ենք շտկել տվյալ մարդու կարճատեսությունը, հնարավորություն տալ, որ այդ մարդը առանց ակնոցի, առանց փափուկ կոնտակտային ոսպնյակների տեսնի լավ, այսինքն տեսնի այնպես, ինչպես տեսնում էր ակնոցով կամ կոնտակտային ոսպնյակով, բայց դա ոչ մի կերպ չի բուժում կարճատեսությունը, այսինքն այն բոլոր փոփոխությունները, որոնք առաջանում են կարճատեսության ժամանակ, դրանք ենթակա չեն հետ վերադարձի, եթե այդ փոփոխությունն արդեն աչքում առաջացել է, ինքը արդեն այդպես էլ կա ու կարող է նաև ավելի խորանա, բայց այստեղ դրա համար միշտ մարդկանց մոտ լինում է թյուր կարծիք, որ լազերով հնարավոր է բուժել, բայց ոչ, լազերով մենք անում ենք կորեկցիա, դրա համար էլ այդպես կոչվում է տեսողության լազերային կորեկցիա։ Դա կանխարգելիչ միջոց չի համարվում, դա պարզապես 18 տարեկանից հետո, ինչի ենք նշում 18 տարեկանը, որովհետև հիմնականում կարճատեսության աճը տեղի ունենում մինչև 18 տարեկանը, բայց վերջին տարիներին, վերջին տասնամյակում նույնիսկ կարելի ասել, քանի որ տարատեսակ գադջետները շատ են ներգործել մեր կյանք ու այսօր շատ երիտասարդներ ուղղակի առավոտից իրիկուն գործի բերումով, ժամանցը դեռ չեմ անդրադառնում, գործի բերումով անընդհատ էկրանների առաջ են իրենց ժամանակը անցկացնում, լինում են նույնիսկ դեպքեր, երբ որ կարճատեսության աճ մենք ունենում ենք 18 տարեկանից հետո։ Իսկ ինչ վերաբերում է կարճատեսության կանխարգելմանը, դա ավելի շատ մանկական տարիքից պետք է սկսվի ու վերջերս անցած շաբաթ վերադարձել եմ World Pediatric Ophthalmology կոնգրեսից, որն այս տարի Թբիլիսիում էր կայանում, հա, հենց հատուկ մի լավ մեծ սեկցիա նվիրել էին կարճատեսությանը, որովհետև աշխարհի մասշտաբով մանկական ակնաբուժների համար առաջնահերթ խնդիրներից, հա, կարճատեսության դեմն ինչ որ չափով առնել, հա,
Դրա համար կան կիրառվող հատուկ օպտիկական ոսպնյակներ, նույն ժողովրդի ասած ակնոցի հապակին, հա, հատուկ տեխնոլոգիայով պատրաստված, որոնք որոշ չափով դանդաղեցնում են կարճատեսության աճը, ընդհուպ կան դեպքեր, երբ որ կարճատեսության աճը կանգնեցնում են։ Դա ատրոպինի 100 անգամ կամ 50 անգամ նոսրացած լուծույթի կիրառումն է, որը միմիային բժիշկն է նշանակում, պատրաստվում են պատրաստման դեղատներում եւ կա էլի մի ճյուղ, որը գիշերային ոսպնյակներ են, դրանք հատուկ կոշտ ոսպնյակներ են, երբ որ կարճատես մարդը դնում է գիշերվա քնի ժամին, հետո առավոտյան հանում է այդ ոսպնյակը ու ամբողջ օրվա ընթացքում առանց ակնոց, առանց այլ կորեկցիայի տեսակի ունենում է շատ բարձր տեսողություն։ Մանկական տարիքում դա եւս համարվում է կարճատեսության կոնտրոլի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Իսկ մեր երկրում որքանով են համալրված այս գործիքներով, այս ոսպնյակներով։ Վստահորեն կարող եմ պնդել նույնիսկ, որ ակնաբուժությունը մեր երկրում բժշկության, այսպես ամենազարգացած ճյուղերից մեկն է, այսինքն նշեմ այստեղ մի փաստ, որ ակնաբուժական տարբեր սարքավորումներ, որոնց միջոցով կարելի է անել հետազոտություն, որոնց միջոցով կարելի է անել վիրահատություն կամ լազերային կորեկցիա, Հայաստանը հետ չի մնում, որտեղ մենք ունենք շատ կլինիկաներ նույնիսկ մեր պոպուլացիայի քանակի համեմատ ունենք շատ կլինիկաներ, որոնք զինված են վերջին սերնդի տեխնոլոգիաներով, ունենք շատ բժիշկներ, ովքեր մշտապես վերապատրաստվում են արտասահմանում ու լավ մասնագետներ են տարատեսակ ոլորտներում, որովհետև աչքը այդպես մի օրգան է, բայց աչքը տարբեր հատվածներից ելնելով առաջային հատված, ետին հատված, մարդկա գլաուկոմայի մեջ է խորացած, մարդկա բորբոքայինի մեջ, մարդկա մանկականի մեջ, տրավմայի մեջ, այսինքն մի օրգանի հետ մենք գործ ունենք, տեսողական օրգանի, բայց նեղ մասնագիտացում աչքի հետ կապված շատ են ու թերևս կարող եմ նույնիսկ վստահորեն պնդել, որ լավ մասնագետներ մեզ մոտ շատ կան բոլոր ստրուկտուրաներին վերաբերող։ Նաև Գոհար, ինչպես դուք նշեցիք, որ լազերային կորեկցիայի հնարավոր է միայն շտկել, այլ ոչ թե բուժել։ Իսկ երբ խոսում ենք վերջնական բուժման մասին, հնարավոր է վերջնական բուժում, թե ամեն դեպքում միայն շտկմամբ է հնարավոր։ Չէ, կարճատեսությունը չի բուժվում։ Կարճատեսությունը հնարավոր է պարզապես լազերային կորեկցիայի միջոցով կորեկցել, բայց կարճատեսություն հիվանդությունը չի բուժվում։ Իսկ խնդիրը կորեկցիայից, վիրահատությունից հետո հնարավոր է տարիների ընթացքում նորից կրկնվի եւ կարիք լինի վիրահատության կրկին։ Լինում են դեպքեր, երբ որ լազերային կորեկցիան արվում է, բայց դրանից հետո եւս ունենում են կարճատեսության աճ, բայց դա երևի թե արվում է զուտ այն ժամանակ, երբ որ աճը դեռ կանգնած չի լինում։ Էլի եմ նշում, որ առաջ հստակ նշվում էր 18 տարեկանից հետո, ու դա իրապես է, մինչև 18 տարեկանն է հիմնականում մեր օրգան համակարգերի զարգացումը տեղի ունենում։ Բայց վերջին ժամանակներում, քանի որ մենք շատ ենք գանված էկրաններին, ժամանակը մեր մոտ շատ է, բարի բուն իմաստով, այն որ այսպես գանված, մանավանդ IT ոլորտն է, գիտեք, ինչքան այսպես զարգանում է, իրանք ուղղակի այդ երիտասարդները օրը 8-ից 10 ժամ ամենակիչը անցկացնում են այդպես կիսամութ սենյակում էկրանի առաջ, այդպես լարված աշխատելով, ու դրա համար լինում են դեպքեր, երբ որ 18-ից հետո եւս մենք ունենում ենք կարճատեսության աճ, բայց այդ դեպքերը մեծամասնություն չեն կազմում։ Իսկ եթե վիրահատությունը արդեն իրականացվել է եւ աչքերը էլ ավելի չվնասելու եւ երկրորդ անգամ կարիք, որպեսզի չլինի նորից վիրահատության արժե, նորից պաշտպանիչ ակնոցներ օրինակ էկրանի հետ շփվելիս կիրառել։ Այստեղ այս հարցին էլ կուզեի անդրադառնալ, որովհետև տեսեք, էկրանից պաշտպանող ակնոցը ինչա իրանից ներկայացնում, գլոբալ առումով այստեղ երկու խումբ կա մասնագետների, որ ասում են անիմաստ բան է, մարդ էլ կա ասում է չէ, ինձ դա հանգստություն է պատճառում, համենայն դեպս իմաստ ունի։ Դա արվում է նրա համար, որ էկրանից եկող լույսի կապույտ սպեկտրը մասնավորապես, հա, մեր ցանցաթաղանթին չհասնի, ցանցաթաղանթը այն ներքին ամենաներքին թաղանթն է, եթե մարդը ունի ակնաբուժական խնդիր, երբևէ իր ակնահատակը նայած կլինեն, լսած կլինեն այդ տերմինը, ակնահատակ, ցանցաթաղանթ, իրանք նույն բանը կարելի է համարել, ու այդ համարվում է, որ էկրանից եկող լույսը ունի վնասակար ազդեցություն մեր ցանցաթաղանթի վրա, բայց դա որևէ կերպ էկրանի լույսը չի ազդում ոչ կարճատեսության առաջացման կամ ավելացման վրա, ոչ աստիգմատիզմի առաջացման, ոչ հեռատեսության, որևէ ռեֆրակցիոն խնդրի վրա էկրանից եկող լույսը չի ազդում։
Այսինքն դուք կդնեք համակարգչից պաշտպանիչ ակնոց, թե չեք դնի, դուք ձեր կարճատեսության աճի վրա որևէ անդրադարձ չեք կարող ունենալ։ Բայց միշտ խառնում են, միշտ ասում են, որ ակնոց դնի երեխան, կարճատեսությունը չի աճի, ճիշտ է, միշտ ես բացատրում եմ, բայց մեկը այդ հարցը մնում է այդպես, իրականում այդ հարցին այդպես սխալ վերաբերմունք ունենալու նախադրյալներից մեկն էլ այն է, որ երբեմն մարքեթինգային քայլերից ելնելով որոշ սրահներում այնպես են ներկայացնում, որ եթե օրինակ երեխան կամ երիտասարդը, դնի ակնոց, որը պաշտպանում է համակարգչի լույսից, վերջ, բոլոր հարցերը կլուծվեն, ինքը կարճատեսություն չի ունենա, կարճատեսությունը չի աճի ու շատ երջանիկ, շատ լավ վիճակում աշխատող տեսողական օրգան կունենա, բայց դա այդպես չէ։ Դա որևէ անդրադարձ չունի։ Այո, եւ եւս մեկ հեռուստադիտողների շատերին հետաքրքրող հարց, երբ որ երեխաների մոտ, երիտասարդների մոտ դիտվում է կարճատեսություն, շատ հաճախ չեն կողմնորոշվում ակնոց կրել, թե ոսպնյակներ, որն է ավելի ճիշտ որպես ակնաբույր, որը կհամարեք ճիշտ։ Իրականում այստեղ ճիշտի եւ սխալի հարց մենք չունենք, կան մի քանի պարզ կետեր, որոնք փափուկ կոնտակտային ոսպնյակ կրելը ավելի արդյունավետ են դարձնում։ Ինչի համար։ Երբ որ մենք դնում ենք ակնոց եւ մեր աչքի եւ ակնոցի միջեւ կա որոշակի հեռավորություն, ճիշտ է, դա շատ փոքր հեռավորություն է, բայց միևնույնն է կա։ Եվ բացի դրանից, երբ որ օրինակ տվյալ մարդը ունի իր սեփական տեսողությունը ընդամենը 5-10%, այսինքն ինքը շատ խավար է տեսնում, ակնոցի միջից օրինակ տեսնում է 100%, բայց ինքը միայն ակնոցի մեջից է տեսնում 100%, այսինքն այն ինչ մնում է ակնոցի շրջանակից դուրս, ինքը էլի նույն կերպ խավարի մեջ է տեսնում։ Իսկ երբ որ մենք դնում ենք փափուկ կոնտակտային ոսպնյակ, նախ ոսպնյակի եւ աչքի միջև չկա հեռավորություն, այսինքն ոսպնյակը այսպես քիփ վակուում արած, այսպես կարելի է անվանել, նստում է աչքի առաջային հատվածի վրա, բացի դրանից, երբ որ դուք կրում եք ոսպնյակ, դուք որ կողմ շարժում եք ձեր աչքերը, ձեր գլուխը, դուք միևնույն ձևով լավ եք տեսնում։ Ուղղակի ոսպնյակներ կրելու հակացություններ կան, այսինքն կան աշխատանքներ, օրինակ, եթե դուք տվյալ մարդը խոհարարի աշխատանք է կատարում, անընդհատ գոլորշու հետ կամ կրակի հետ է առնչվում, բնականաբար իր համար կոնտակտային ոսպնյակ կրելը բացարձակ հակացություն է։ Այսինքն կան որոշակի հակացություններ, որոնք ստիպում են մարդկանց, որ իրանք չկրեն ոսպնյակ, կրեն ակնոց։ Եվ բացի դրանից ոսպնյակ կրող մարդը պիտի շատ լավ հիգիենային հետևի, որովհետև ցավոք սրտի շատ են հանդիպում են դեպքերը, երբ որ լսում ես ինչ-որ մեկն ասում է, «Ո, ես ամսով դնում եմ լինզային, դեզօղորթի մեջ այդպես լինզային ավելի շատ անվանում, ես լինզան ամսով դնում եմ, չեմ էլ հանում, ոչ մի բան էլ չի լինում», բայց հավատացեք, լինում է մի անգամ ու դա տեսողություն է արժենում, այնտեղ կայծակնային արագությամբ այնպիսի կերատիտներ կարող են առաջանալ, որ նույնիսկ չհասցնեք բուժումը սկսել ու շատ վատ հետևանքներ լինի ընդհանուր մինչև տեսողության կորուստ ու դա ոչ թե պարզապես ասվում է, դա իրականությանն է համապատասխանում, էլի։ Իսկ ոսպնյակներ կրելուց շատ լսում ենք, որ մարդիկ ասում են աչքերում չորության զգացողություն է առաջանում, դա ոսպնյակից է, թե արդեն դա այլ խնդիր է։ Չէ, իրականում չոր աչքի համախտանիշը հիմա շատ մեծ տարածում ունի, էլի կապված է մեր կենսակերպի հետ, որովհետև երբ որ մենք անընդհատ մոտիկն ենք նայում, մենք քիչ ենք թարթում։ Դա միշտ այդպես է, երբ որ դու ֆիքսված մոտ հեռավորության վրա անընդհատ աշխատանք ես կատարում, ու դա քանի որ մեկ օրվա պատմություն չէ, անընդհատ չէ, օրվա մեջ 5 ժամ, 8 ժամ, այդպես օրեր, շաբաթներ, տարիներ նույնիսկ շարունակ, մեր աչքի քիչ թարթելու հետևանքով աչքի առաջային հատվածը համապատասխան խոնավության մակարդակ չի ստանում։ Ու դրա համար հիմա չոր աչքի համախտանիշը նույնիսկ շատ փոքր երեխաների մոտ մենք հանդիպում ենք, որտեղ այսօր երեխեքը շատ փոքր տարիքից իրանք տարբեր հեռախոսներով պատտվում են, էլի։ Իսկ ինչ վերաբերում է ոսպնյակ կրելուն, դա էլ ավելի է խորացնում վիճակը։ Ինչի, որովհետև ոսպնյակը, ինչքան ուզում է ոսպնյակը գերշնչող լինի, ինչքան ուզում է ինքը խոնավությունը լավ պահպանող լինի, միևնույնն է, ինքը այսպես քիփ կպնում է աչքի առաջային հատվածին ու որոշակի չորության նախադրյալ եւս առաջացնում է, ու այն աչքերը, ովքեր ավելի զգայուն են, այն աչքերը, ովքեր ավելի մեծ հակում ունեն, որ իրենց մոտ առաջանա, չորության, ավելի շատ ոսպնյակ կրելուց հետո ունենում է տհաճ ավազի հատիկի զգացողությունը, բայց դա արդեն գիտեք, մենք ապրում ենք հիմիկվա ժամանակներով, այսինքն որոշակի էվոլյուցիա փոփոխություն կրած ժամանակներում, դրա համար դա ինչ որ միտեղ նորմալ է դարձել։ Դրա համար այս պահին շուկայում կան մեծ տեսականի արհեստական արդյունքներ
արցունքների, որոնք փոխարինում են մեր արցունքը այդ քիչ թարթելու հետևանքով, որ արցունքային պլոնկան շերտը մի փոքր վնասվում է, արհեստական արցունք են կաթացնում եւ կարելի ասել ինչ որ միտեղ նույնիսկ գրեթե 90-95%-ի չափով կարողանում են կոմպենսացնել։ Իսկ այդ արհեստական արցունքները առանց ակնաբուժի խորհրդատվության հնարավոր է գնել եւ օգտագործել, թե ամեն դեպքում պետք է ակնաբուժը ստուգի եւ ինքը նշանակի։ Արհեստական արցունքը երևի թե այն եզակի կաթիլներից է, որը հանգիստ մարդիկ կարող են նաեւ ձեռք բերել պարզապես դեղատանից, դեղատան աշխատողի օրինակ խորհրդով։ Ուղղակի կան դեպքեր, իրականում ես տարատեսակ ֆիրմաների, ասենք կան դեպքեր, երբ որ նույն ֆիրման մի քանի տեսակի արհեստական արցունք է արտադրում, որ մեկի արցունքի ավելի լիպիդային շերտի վրա է ազդում, օրինակ ես որպես բժիշկ տիրապետում եմ դրանց ու լինում են դեպքեր, երբ որ ես բուժառուին խորհուրդ եմ տալիս հենց տվյալ տեսակի արհեստական արցունքը վերցնել, որտեղ նրա մեջ կա օրինակ մի ինչ-որ կոմպոնենտ ավելի շատ, որն իր դեպքում ավելի լավ է։ Իսկ այն միջին դեպքերում, երբ որ ուղակի թեթև աստիճանի չորություն է, ուղակի խորհուրդ կտամ ձեռք բերել առանց կոնսերվանտների արհեստական արցունք, դա բաղադրությունը շատ հեշտ կարելի է կարդալ, նույնիսկ առանց հարցնելու էլի դեղատան աշխատակցին։ Գոհար ջան, խոսեցին կարճատեսության մասին, լազերային կորեկցիայի մասին եւ հաջորդ մեծ խնդիրը, որը հատկապես նշեցիք, ավելի տարեց մարդկանց մոտ է հանդիպում, դա կատարակտն է։ Ավելի մանրամասն կներկայացնեք, թե ինչ է իրենից ներկայացնում կատարակտը եւ ինչից է առաջանում այս խնդիրը։ Կատարակտը, ինչպես արդեն ասացի, օպտիկական միջավայրին ու մասնավորապես ոսպնյակի պղտորմամբ է բնորոշվում, կան կատարակտայի տարբեր տեսակներ, այսինքն լինում են դեպքեր, երբ որ կատարակտան այդ նույն պղտորումը տեղակայվում է ոսպնյակի հենց կենտրոնական հատվածում ու միանգամից նույնիսկ սկսվելու փուլում ինքը արդեն խանգարում է տեսողությանը ու դրա համար միանգամից մարդիկ դա նկատում են։ Լինում են դեպքեր, որը ավելի մեծամասնություն է կազմում, կատարակտայի այդ ժամանակ պղտորումը սկսվում է ոսպնյակի եզրային հատվածից ու մարդիկ զգում են, նշում են, որ ոնց որ թե լավ չեն տեսնում, բայց քանի որ դա իրենց տեսադաշտի եզրային հատվածում է, դեռ կենտրոնական հատվածին չի հասել, իրանց այդքան շատ չի խանգարում։ Այս դեպքում արդեն երբ որ ակնաբուժի մոտ համապատասխան ստուգում են իրենք անցնում, մենք օրինակ դնում ենք ախտորոշումը, դա սկսվող կատարակտա է, արդեն հասունացող կատարակտա է, թե ինչ վիճակում է ու բացատրվում է, որ պետքա կատարվի վիրահատություն։ Վիրահատությունը ինչ է իրենից ներկայացնում, ենթադրում եմ ակնաբուժության ոլորտում ամենահաճախ կատարվող վիրահատություններից է, որը ճնշող մեծամասնության դեպքում շատ լավ արդյունք է ապահովում, բայց այստեղ մի նյուանս պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ որ մեր կատարակտան լինում է այնքան հասունացած, որ երբ որ մենք ստուգում ենք իրականացնում, տեսեք, օպտիկ միջավայրը պիտի լինի լրիվ մաքուր, պղտորություն ընդհանրապես պետքա չունենա, որպեսզի մենք կարողանանք ամբողջությամբ ակնահատակը զննել։ Բայց երբ որ մենք օպտիկ միջավայրում ունենք պղտորություն, այնտեղ գրեթե արդեն հասուն կատարակտա ունենք, ակնահատակի որոշ մասեր մեզ տեսանելի չեն։ Ու դա ոչ թե մասնագետի խնդիրն է, ոչ թե երկրի խնդիրն է, այլ ուղղակի օպտիկ միջավայրը պղտորը ճառագայթները չեն անցնում նրա միջով, որ մենք կարողանանք ակնահատակը նայել։ Ու լինում են դեպքեր, երբ որ ակնահատակում կա խնդիր, որի մասին մենք չգիտենք, ուղղակիորեն չենք կարող իմանալ, որտեղ այս պղտոր միջավայրը մեզ խանգարում է։ Ու կատարակտայի վիրահատությունից հետո արդեն մարդը ենթադրում է, որ չգիտեմ, հարևանը, քույրը, եղբայրը, տարիքով մարդկանց մասին է մասնավորապես խոսում, վիրահատել են ու պիտի վիրահատությունից հետո ինքը շատ լավ տեսնի։ Մեկ էլ վիրահատությունից հետո շատ լավ արդյունք չենք ունենում, երբեմն նույնիսկ այդքան լավ չի լինում արդյունքը, բայց ոչ թե պատճառը լինում է վատ արված վիրահատություն, այլ այն, որ մենք արդեն մեզ համար պարզ է դառնում, որ մենք ունեինք ակնահատակում խնդիր։ Պատկերացրեցիք, որտեվ ես ինքս երբ որ աշխատում էի Շենգավիթ բժշկական կենտրոնում տարիներ առաջ, այդպես վարել եմ նախաև հետվիրահատական շրջանում կատարակտալ վիրաբուժության ժամանակ, լինում էին դեպքեր, երբ որ ուղղակի հասուն կատարակտայի հետևանքով օպտիկական միջավայրը պղտոր է, դու չունես տեսանելիություն, տեսադաշտ չկա, որպեսզի դու նայես ակնահատակը։ Հազվադեպ, բայց լինում էին դեպքեր, երբ որ վիրահատությունից հետո գալիս էին ու ասում են, որ չէ, բայց այդքան էլ լավ չի տեսողությունը, չի բարձրացել, բայց մարդը արդեն շատ մեծ ակնկալիքներ ունի, շատ մեծ սպասումներ ունի, որտեղ ինքը գիտի, եթե, չգիտեմ, լսել եք ժողովրդից ասում են, այդ փառը մաքրեք,
նման եւ այ մարդը սպասում է, որ ինքը պիտի վիրահատի, որտեվ 10-ից 8-ի մոտ շատ լավ արդյունք ա եղել, ինքն էլ լսել է դրա մասին, վիրահատում ես, իր աչքի լույսը չի վերականգնվում, հետո ստուգում ես անում նորից, արդեն միջավայրը պղտոր չի, թափանցիկ է, դու տեսանելիություն ես, մեկ էլ տեսնում ես, որ ակնահատակում խնդիր կար, որի մասին դու ուղակի չէիր կարող իմանալ։ Սենց նյուանսային դեպքեր եւս մենք ունենում ենք, ու քանի որ մենք շատ էմոցիոնալ ժողովուրդ ենք, շատ էմոցիոնալ ժողովուրդ ենք, հետո մենք փոքր պոպուլյացիա ենք, այստեղ ստացվում է, որ միանգամից ինչ որ շղթա է գնում, էլի, որ վայ չէ, ինձ խորհուրդ էին տվել, բայց իրականում դու ու չեն լսում։ Ցավոք լինում են դեպքեր, որ բուժարում ուղակի քեզ չի լսում։ Դու չես կարողանում հասցնել նրան այն ինֆորմացիան, որը իրականում ճշմարտությունն է։ Իհարկե մեղադրում են բժիշկներին, բոլորին են մեղադրում այդ բուժ հաստատությունում։ Բայց լինում են դեպքեր, երբ որ մարդուն ինքը արդեն ոնց որ սկսում է անցալել։ Մի քանի բժշկի մոտ են գնում, օրինակ, ու իմանում են, որ չէ, այդ խնդրի մասին իրոք տվյալ բժիշկը չէր կարող ունենալ, որտեղ հասանելիություն չուներ, որ ինքը տեսներ։ Իսկ երբ որ արդյունքը այդքան էլ դրական չի լինում, այդ դեպքում ինչ է արվում կրկնակի վիրահատության կարիք է։ Դե հիմա տեսեք, եթե դեպք կա, որ վիրահատությունը կատարակտայի շատ լավ կատարվել է, ոսպնյակը տեղադրվել է, բայց խնդիրն իրականում ակնահատակում է, այստեղ արդեն հարց է պարզել, թե այդ խնդիրը որտեղից է, չգիտեմ, տվյալ մարդն ուներ շաքարային դիաբետ, դրանից առաջացավ, թե ուներ ընդհանրապես ցանցաթաղանթի այլ հիվանդություն, այսպես բոլոր դեպքերը իրարից տարբերվող դեպքեր կարող են լինել։ Հա, մենք քննարկենք 15 դեպք ու 15-ն էլ իրարից տարբերվող լինեն։ Արդեն այդ պահին հասկանալով, թե մենք ինչի հետ գործ ունենք, ըստ այդմ արդեն առաջնորդվում ենք։ Լինում են դեպքեր, երբ որ ունենում ենք օրինակ տեղադրված ոսպնյակի պղտորում, դա հենց սկզբում չի առաջանում, ժամանակ հետո է առաջանում, օրինակ այդ դեպքում ուղղակի լազերային միջամտություն է, դնում են այդպես ծնոտը, ճակատը կպցնում են, բժիշկը հատուկ լազերի միջոցով այդ պղտորումը ցրում է։ Այսինքն դեպքերը շատ տարբեր են։ Ես ուղղակի ուզում եի հենց առանձնացնել այն դեպքը, երբ որ մենք մասնավորապես գրեթե հասուն կատարակտայի հետ գործ ունենք, երբ որ օպտիկական միջավայրը ամբողջությամբ կարելի ասել փակվում է, ու մեզ հասանելիություն չի տալիս դեպի ակնահատակ, ու մենք ուղղակի չենք կարողանում այդ խնդրի մասին իմանալ։ Դրա համար ես զուտ հետագայում ես պատկերացնում եմ մարդիկ ինչ սպասումներ են ունենում վիրահատության գնալուց առաջ, միշտ փորձում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել, ճիշտ տեղեկատվությունը, հա, բավարար քանակի տեղեկատվությունը տրամադրել, որ մարդը իմանա, որ կարա լինի այսպիսի հետևանք, բայց դա ավելի քիչ տոկոս դեպքերն են կարող, ասեք 10-ից մի դեպքի մոտ կարող է լինի, նույնիսկ կարող է 20-ից մի դեպքի մոտ լինի, բայց մարդը պիտի ինչ որ առումով պատրաստ լինի, որ երբ որ ինքը այդ խնդրին բախվի, իր մոտ միանգամից բուրըն արձագանք չլինի, որտեղ ինքը գալիս է վիրահատության, որպեսզի դու վերադարձնես իր աչքի լույսը։ Իրան դրանից հետո էլ ոչինչ չի հետաքրքրում։ Այգո Աջան, ինչպես նշեցիք, կարող է աչքերում պղտորությունը այնքան շատ լինել, որ ակնահատակը չերևա եւ չկարողանաք լավ նկատել եւ լազերով շտկեք։ Այդ դեպքում երբ է անհրաժեշտ դիմել ակնաբուժին եւ ինչ ախտանիշների դեպքում, թե արդեն պղտորության դեպքում պետք է դիմել, թե ինչ այլ ախտանիշներ կան։ Տեսեք, երբ որ արդեն զգում եք, որ ձեր տեսողությունը այնչի ինչ որ 3 ինչ որ 1 ամիս առաջ, օրինակ, հա, տան պայմաններում, չգիտեմ, 3 մետր հեռավորությունից ես ուղղակի պատահական օրինակ եմ բերում։ Դուք տեսնում եք պահարանի վրա դրված նկարի բոլոր նյուանսները։ Հիմա դուք զգում եք, որ այդ նյուանսները լավ չեք տեսնում։ Ինչ որ մի բան, ինչի։ Ուրեմն տեսողության հետ կապված խնդիր կա, պետք է միանգամից դիմել։ Այսօր մեր պետությունը նաև հնարավորություն է տալիս անվճար այդ ամեն ինչը անցնել տեղամասային բժշկի մոտ։ Իսկ մենք այսօր պոլիկլինիկաներում եւս ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր կարող են եւ ստուգում իրականացնել, եւ բիբը լայնացնել, եւ որոշակի պատասխան տալ տվյալ բուժառուին։ Ուզում ասեմ, նույնիսկ այդ պահը մեզ մոտ պետությունը գլոբալ առումով կազմակերպում է ու կարելի է գնալ, եթե նույնիսկ կա ֆինանսական խնդիր, որտեղ ցավոք մենք այն երկրներից ենք, որտեղ հաճախ նույնիսկ բժշկի չգնալը երբեմն սուբյեկտիվ պատճառներով, երբեմն օբյեկտիվ պատճառներով իրականում պայմանավորված է լինում վատ ֆինանսական դրությամբ։ Իսկ կատարակտը կարող ենք համարել նաև ժառանգական խնդիր կամ այլ հիվանդություններից հետո նպաստող, այլ հիվանդությունները նպաստեն կատարակտի առաջացմանը։ Կան որոշակի հիվանդություններ, երբ երկրորդային կատարակտա է կոչվում, այսինքն ինքը բուն պատճառը չի, ինչ որ պատճառից հետևանքով առաջացավ, բայց կատարակտան այն ամենաշատ հանդիպող հիվանդությունն է, որը ժամանակավոր կուրության է բերում, որը վիրահատելուց հետո մենք շատ լավ
բան ենք ունենում, արդյունք ենք ունենում, իսկ ինչ վերաբերում է ժառանգականությանը, չէ, դա տարիքային փոփոխություն է։ Կատարակտայի տեսակներ կան, որոնք բնորոշ են ավելի երիտասարդ տարիքում առաջացման ու կան ընդհանուր օրգանիզմի հիվանդություններ, որոնք կարող են նպաստել այդ դեպքում արդեն երկրորդային կատարակտայի առաջացման, բայց ինքը ավելի շատ, այսպես եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք, ավելի շատ հանդիպում է տարանց մարդկանց մոտ, երբ որ պարզապես օպտիկական միջավայրը պղտորվում է։ Իսկ սեռային տարբերություն կա ավելի հաճախ տղամարդկանց, թե կանանց մոտ է հանդիպում խնդիրը։ Ես միգուցե սխալվեմ, բայց ես չեմ լսել նման հստակ ստատիստիկ տվյալներ, որ կանանց մոտ ավելի հաճախ է լինում կամ տղամարդկանց մոտ։ Իսկ երբ որ կատարակտը բուժվում է, լավ է լինում արդյունքը, ինչ հետագա խնամք է պահանջվում, հետվիրահատական, կաթիլներ կամ ակնոցներ, ինչ է անհրաժեշտ լինում։ Եվ որքան ժամանակ հետո է անհրաժեշտ կրկին այցելել ակնաբուժի նորից ստուգելու համար։ Դե առաջին այցերը հենց վիրահատությունից հետո սկզբնական ցուցումները տրվում են, հա, երկարատև մոտավորապես 6 շաբաթ տևողությամբ կաթիլներ են կաթեցվում, սկզբում դա հակաբակտերիալ ու անտիբիոտիկներ են կաթեցվում, դեքսամետազոն է կաթեցվում, տարբեր դեղորայք, կանոններ հստակ չտամ, բայց մոտավորապես 6 շաբաթ տևողությամբ այդպես աստիճանաբար նվազեցնելով, ով վերջնականապես հանում ենք դեղորայքը, երբ որ գանգատներ չի լինում, սովորաբար չեն էլ այցելում բժշկին, բայց խորհուրդ է տրվում առհասարակ 40-45 տարեկանից հետո տարին գոնե մեկ անգամ այցելել ակնաբուժի, ներակնային ճնշումը թեկուզ մենակ կոնտրոլի տակ պահելու համար, որ դուք վստահորեն իմանաք, որ ներակնային ճնշման բարձրացում չունեք։ Իսկ եթե վիրահատությունը լավ անցել է, հնարավոր է, որ խնդիրը կրկին կրկնվի։ Վիրահատությունից հետո կատարակտի։ Չէ, դա է հենց նշում, որ կարող է որոշ ժամանակ հետո ինչ որ կետային պղտորումներ առաջանան, բայց դա վիրահատություն չի պահանջում։ Դե գիտեք ոնց կան բարդացած դեպքեր, երբ որ օրինակ ոսմյակը, որը տեղադրում են, ինքը արտանկում է լինում, պոկվում է։ Այդ շատ բարդացած դեպքերին, որ անդրադառնանք, շատ մասնավոր դեպքեր են, էլի, բայց իրենք մեծամասնությունը չեն կազմում։ Շատ լավ, Գոհար, իսկ գլաուկոման իրենից ինչ է ներկայացնում։ Այ գլաուկոման ի տարբերություն կատարակտի հիմնականում անդառնալի հետևանքներ առաջացնող հիվանդություն է, նույնիսկ գիտեք, այսպես հիվանդությունների խումբ կարող ենք անվանել գլաուկոման։ Գլաուկոման բնորոշվում է ներակնային ճնշման բարձրացմամբ, գլաուկոմայի ժամանակ լինում է տեսադաշտի նեղացում եւ տեսողական նյարդի ատրոֆիա, այսինքն քայքայում ընդհուպ միջև լինում է, իսկ ինչ է իրենից ներկայացնում տեսադաշտի նեղացումը, մենք ունենք որոշակի տեսնելու հայերեն տերմին չգիտեմ, կրուգազոր, այսինքն մեր շրջակայքը ամբողջությամբ մեզ հասանելի է լինում, տեսանելի է լինում։ Երբ որ մենք ուղիղ նայում ենք, նույնիսկ այսպես կողային հատվածով մենք որոշակի տեսանելիություն ունենք։ Գլաուկոմայի խնդիրը որն է, երբ որ մանավանդ նշենք էլի, որ մեր հասարակությունը թարապես չի սիրում սկրինինգային հետազոտություններ, մենք չենք սիրում, ուղղակի չենք սիրում, ոչ մեկս չի սիրում իդեպ, երևի, չգիտեմ, այդպես սկրինինգային հետազոտություններ անցնող մարդիկ Հայաստանում ինչ որ աննշան տոկոս են կազմում, սկսում է գլաուկոմայի ժամանակ տեսադաշտը նեղանալ, ու ինքը սկսում է ամենաեզրերից, այսինքն մարդը չի զգում ոնց է դա տեղի ունենում։ Ոչ թե երբ որ տեսեք կենտրոնական տեսողությունն է միանգամից վնասվում, ինքը զարթնում է, դե կենտրոնական հատվածով էլ չի տեսնում, միանգամից դա իր համար ահազանգ է ու իրոք միանգամից դիմում են մասնագետի, բայց գլաուկոմայի ժամանակ դա սկսում է ամենակողքերից, ծայրամասից գալիս է, մեկ էլ մի օր մարդը արթնանում է, նկատում է, որ ինքը կարծես այսպես խողովակի միջով նայի, պատկերացեք ոնց որ շուրջը չլինի արդեն էլ տեսողություն, ինքը նայի խողովակի միջով, ու դա չի առաջանում միանգամից, դա առաջանում է աստիճանաբար, իսկ մենք միշտ ամեն ինչին հարմարվում ենք, չէ՞, այսինքն սկզբում տեսադաշտը դարձավ այսքան, հետո մի քիչ էլ նեղացավ, այդպես ժամանակ առ ժամանակ նեղացավ ու ցավոք, իրոք շատ ցավոք լինում են դեպքեր, երբ որ մարդը դիմում է ու դու ոչինչ չես կարողանում անել։ Վերադարձնել այդ կորուստը արդեն անհնար է, որովհետև գլաուկոմայի ժամանակ նյարդային բջիջների վնասումը անդառնալի է լինում ու արդեն սկսում է տեսանյարդի ատրոֆիա, որը արդեն բերում է նաև հետագայում կենտրոնական տեսողության կորստի։ Իսկ այս խնդիրը ինչից է առաջանում։
Ներակնային ճնշման բարձրացումը տարբեր պատճառներից, օրինակ տեսեք, ձեզ ասեմ, կարող է լինել մարդու մոտ կատարակտա հասունացած, արդեն դեպի գերհասուն, մարդը չի վիրահատում, կատեգորիկ չի վիրահատում, չգիտեմ պատճառները որոնք են, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Երբ որ մենք ունենում ենք հասունացած արդեն կատարակտա, աչքի կառուցվածքը այնպիսին է, որ այդ հասունացման հետևանքով ինքը սկսում է կարծր դառնալու հետևանքով ոչ միակը սկսում է առաջային անկյունը սեղմել, ու մենք ունենք ներակնային հեղուկի շրջանառության ամբողջ աչքում մեր այսպես առաջային երկրորդային անկյունով այդպես հեղուկը անդադ շրջանառվում է, ու շրջանառության խանգարում ենք ունենում։ Դա կարող է եւս բերել ներակնային ճնշման բարձրացման, ընդհանուր օրգանիզմի հետ կապված վիճակներ կարող են բերել երկրորդային գլաուկոմայի առաջացման։ Պարզապես պետք է օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով առաջանում են ստրուկտուրային փոփոխություններ, որոնք բերում են դրան։ Եվ կան դեպքեր, օրինակ գլաուկոմայի դեպքում, երբ որ ժառանգականությունը ունի շատ մեծ նշանակություն։ Դրա համար միշտ հորդորում եմ, որ 45 տարեկանից հետո, լավ, գոնե 45-ից հետո տարվա մեջ մեկ անգամ պարզապես այցելեք ակնաբուժի, մի հատ ստուգում անցեք, գոնե ներակնային ճնշումը ստուգեք, հասկանաք ինքը բարձրանում է, չի բարձրանում, ու բացի դրանից ներակնային ճնշման բարձրացման ժամանակ շատ տհաճ ցավ է լինում աչքում, բայց մերոնք դրան էլ են դիմանում, ցավում է, ինքը սեղմող, ինքը տհաճ ցավ է այդ ճնշման շատ բարձրացման հետևանքով, բայց մեկը դիմանում ենք։ Իսկ կարող ենք ասել, որ կատարակտի վիրահատությունից հետո նաև մարդիկ ձերբազատվում են գլաուկոմայի հետագա զարգացման Եթե մենք խոսում ենք կոնկրետ հասուն գլաուկոմայի մասին, որը անկյունը նեղացնելու, կատարակտայի մասին, որը անկյունը նեղացնելու հետևանքով բերում է ներակնային հեղուկի շրջանառության խանգարում, այդ դեպքում արդեն նայած ինչ կարգի խանգարման է ինքը բերել, հա։ Եթե մենք արդեն ունեինք ուղղակի պարզապես ներակնային ճնշման բարձրացում, դա կարող են կոմպենսացնել, բայց եթե ներակնային ճնշման բարձրացումը արդեն ինքը ներակնային ճնշման բարձր լինելուց անցել է ինքը արդեն դարձել է գլաուկոմա, ոչ բնականաբար։ Գլաուկոման պահանջում է դեղորայքային բուժում, գլաուկոմայի դեպքեր կան, որոնք արդեն վիրահատական բուժում են պահանջում, շունտավորում են պահանջում։ Այստեղ կախված է նրանից, թե մարդը որ փուլում է դիմում, ըստ այդմ տարբեր մեթոդներ են առաջարկվում տվյալ փուլին համապատասխան, որոնք կարող են եւ ունենալ իդեպ սկզբնական փուլերի մասին է խոսքս գնում, ավելի լավ արդյունք, բերեն ներակնային ճնշման իջեցման, ու մենք դրանով կարողանանք որոշակի առումով կոնտրոլ անել, որ հետագա բարդացում չլինի, զարգացումը նյարդային բջիջների վնասման այդպես ահագնորեն չշարունակվի։ Այդ նշեցի գլաուկոմայի ժամանակ հիմնականում նշանակվում է դեղորայք կամ վիրահատություն։ Իսկ դեղորայքը ամբողջ կյանքի ընթացքում մարդիկ պետք է օգտագործեն, թե հնարավոր է ազատվել խնդրից։ Գլաուկոման, ոնց որ շաքարային դիաբետը, ոնց որ զարկերակային հիպերտենզիան, ոնց որ վահանաձև գեղձի հետ կապված հորմոնալ փոփոխություններ, իրանք պահանջում են, դրանք հիվանդություններ են, որոնք չեն բուժվում։ Կան հիմա այսպես անվանեմ լազերային միջամտություններ, հատուկ դա ուրիշ լազեր է, որ ավելի վաղ փուլերում գլաուկոման հայտնաբերվում է, որոշակի պրոցեդուրա է կատարվում, որը թույլ է տալիս դեղորայքի կամ քանակը քչացնել կամ ընդհանուր մինչև հանել։ Բայց գլաուկոմա ունեցող մարդիկ, բուժառուներ իրենք գիտեն, իրենք պարտադիր ու քանի ամիսը մեկ պետք է ստուգում անցնեն։ Եվ տեսադաշտի հետազոտության ստուգում պիտի անցնեն, հատուկ այդպիսի հետազոտություն կա, որով մենք գնահատում ենք, թե ինչքանով է նեղացած տեսադաշտը։ Եվ պարտադիր այցեր ունեն, որովհետև գլաուկոման արդեն վիճակ է, հիվանդություն է։ Պատկերացիք, ոնց որ օրինակ շաքարային դիաբետը։ Եթե նույնիսկ դիաբետ ունեցող մարդու գլուկոզան պահպանվում է 7 կամ 8 մակարդակը այդքան է լինում, դա չի նշանակում, որ տվյալ մարդը չունի շաքարային դիաբետ։ Դա նշանակում է, որ ինքը գլուկոզայի մակարդակը կարողանում է նորմային մոտ պահել, ինչը թույլ է տալիս, որ հիվանդության հետևանքով առաջացած վնասումը մեծ արագությամբ չլինի։ Բայց այսպես թե այնպես այդ հիվանդություններն իրենց գործը անում են։ Ուղղակի կոնկրետ գլաուկոմայի դեպքում, երբ որ դուք թողնում եք, որ ճնշումը շատ բարձրանա, այդ վնասումը շատ մեծ արագությամբ է լինում։ Բայց երբ որ դուք դա անընդհատ այցերի միջոցով կոմպենսացնում եք, դուք թույլ եք տալիս, որ այդ վնասումը շատ արագորեն չառաջանա, չզարգանա ու հետևանքներն էլ ինչ որ միջափով, ոնց որ, գիտեք, մենք կարողանանք կոնտրոլի մեջ պահել, այսպես ինչ որ ֆիքսել իրան ու փորձենք այսպես պահենք, որ ինքը ասենց
չգահավիժի ներքև, իսկ դա ընդհանուր միջև կուրության է բերում, տոտալ կուրության է բերում։ Իսկ շաքարային դիաբետը կարող է նպաստել գլակոմայի առաջացման։ Շաքարային դիաբետի ժամանակ նախ շաքարային դիաբետը այստեղ էնդոկրինոլոգները կփաստեն, բայց բերում է ընդհանուր օրգանիզմի կոնկրետ անոթների պատերի փուխր է դարձնում շաքարային դիաբետի ժամանակ եւ երկրորդային կատարակտայի առաջացումն է ավելի մեծ հավանականությամբ եւ երկրորդային գլաուկոմայի դրանք հիվանդություններ են, որոնք օրգանիզմը որը շարումով քայքայում են, էլի ուղղակի արդեն կախված է մարդուց, եթե ինքը շատ լավ պահում է ամեն ինչը, ինքը կարող է շատ որակյալ կյանք ունենա ու շատ երկար ապրի, շատ երկար, այսինքն, չգիտեմ, էլի պարտադիր չի, որ ինչ-որ վատ վերջ լինի դրա հետևանքով երիտասարդ ավելի տարիքում, բայց երբ որ չի պահվում, դա կոնտրոլից դուրս է լինում, ինքը շատ մեծ արագությամբ է օրգանիզմը վնասում։ Այ երեք կարևոր խնդիրներից խոսեցինք այսօր՝ կարճատեսություն, գլաուկոմա եւ կատարակտ։ Եւ մեր զրույցը եզրափակելով որպես ակնաբուժ ինչ խորհուրդ կտաք մեզ դիտողներին, հատկապես երիտասարդներին եւ տարեցներին, ինչպես կարող ենք, ինչ կանխարգելիչ միջոցներ կարող ենք անել, որպեսզի մեր տեսողությունը կարողանանք երկար տարիներ լավ պահպանել։ Ամենակարևոր բանը, որ աչքերի համար կարելի է անել, դա աչքերին հանգստություն տալն է։ Մանավանդ այս ժամանակներում պիտի անընդհատ կրկնենք, որ էկրանային ժամանակները, գադջետները ուղղակի իսպես մտել են մեր կյանք ու վնասն են իրենց տալիս։ Փորձեք գոնե այդ աշխատանքային թոհուբոհի մեջ էկրանի առաջ նստած, փորձեք փակել աչքերը մի քանի րոպեով, որ նախ գոնե աչքի առաջային հատվածին որոշակի խոնավություն ապահովեք, երկրորդը հանգստացնեք։ Շատ հեռուն նայեք, մաքուր օդի զբոսանքներ արեք այնպիսի բաներ, որ ձեր աչքը անընդհատ հեռուն է նայում։ Եթե հնարավոր է դա անել ավելի շատ բնության գրկում, ծառաշատ կանաչ միջավայրում, կանաչ գույնը մեր աչքի ցանցաթաղանթի կողմից շատ հաճելիորեն է էլի ընկալվում։ Դա կազմակերպեք այդպես, աչքին հանգստություն տվեք։ Եթե դուք աշխատում եք այդպես լարված համակարգչի առաջ, աչքը խոնավեցրեք, որպեսզի դուք միայն խոնավեցմամբ այդ հարցը կարողանաք լուծել, որտեղ երբ որ չոր աչքի համախտանիշը այդպես արդեն ծանր փուլի է դառնում, ինքը սկսում է աչքի հետին ստրուկտուրաները առնել process-ի մեջ, որը արդեն դեղորայքային ու ավելի ծանր բուժում է իրենից ենթադրում։ Պարզապես խոնավեցրեք ձեր աչքերը։ Իսկ տարեցներին ժամանակ առ ժամանակ, գոնե տարվա մեջ մեկ անգամ անպայման հսկեք ձեր տեսողական օրգանի վիճակը, մասնավորապես այդ տարիքում ավելի մեծ է հավանականությունը ներակնային ճնշման բարձրացման, տարվա մեջ մեկ անգամ, գոնե։ Ու իմացեք, ու եթե ունեք որևէ գանգատ, դիմեք մասնագետի։ Շնորհակալ եմ շատ Տիկին Պիշարյան հետաքրքիր զրույցի համար եւ վստահ եմ, որ մեր այսօրվա զրույցը շատ հեռուստադիտողների օգտակար կլինի։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք ակնաբուժ Գոհար Բիշարյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր խոսելու ենք միասին սաղմոնի մասին։ Սաղմոնը սպիտակուցի, առողջ ճարպերի եւ տարբեր էական վիտամինների հիանալի աղբյուր է։ Սաղմոնը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, որոնք ապացուցված են, որ նվազեցնում են բորբոքումները եւ իջեցնում արյան ճնշումը։ Սաղմոնը մի շարք B վիտամինների հիանալի աղբյուր է, որոնք մեր մարմնին անհրաժեշտ են էներգիա արտադրելու, բորբոքումները վերահսկելու, սրտի եւ ուղեղի առողջությունը պաշտպանելու համար։ Սաղմոնի 100 գրամ չափաբաժինը ապահովում է կալիումի սնուցման մինչև 13%, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը եւ կանխել հեղուկի ավելցուկի կուտակումը։ Սաղմոնի օգտագործումը կարող է օգնել պաշտպանել սրտի հիվանդություններից, նվազեցնելով օմեգա 3 ճարպերի մակարդակը եւ նվազեցնելով օմեգա 6 ճարպերի մակարդակը։ Սաղմոնի օգտագործումը կարող է օգնել նաև կառավարել ձեր քաշը, խթանելով նյութափոխանակությունը եւ նվազեցնելով որովայնի ճարպը։ Եվ խորհուրդ է տրվում շատ հաճախ օգտագործել սաղմոն։ Այսքանը սաղմոնի մասին, իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանանք Կենտրոնական Ասիայի ամենամեծ պետություններից մեկի հետ, Ղազախստանի, որը անծայրած իր տափաստաններ ու հարուստ մշակույթ ունեցող երկիր է։ Հիմա առաջարկում եմ դիտենք պատրաստված տեսանյութը։
Ղազախստանը կենտրոնական Ասիայի տարածքում ամենամեծ պետությունն է, արևմուտքից արևելք ձգվում է 3000 կիլոմետր, հյուսիսից հարավ 1500 կիլոմետր։ Երկիրն աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ ու հակադրություններով։ Այստեղ կարելի է հանդիպել թե անապատային լանդշաֆտի և թե հզոր ձյունածածկ լեռնաշղթաների։ Ղազախստանի տարածքը հիմնականում հարթավայրային է, հարավում Թուրանի դաշտավայրն է, հյուսիսում արևմտասիբիրական դաշտավայրը, որոնց միջև պահպանվել են բլուրներ։ Ղազախստանի ընդերքը հարուստ է, կան երկաթի, գունավոր և ազնիվ մետաղների, քարածխի, նավթի պաշարներ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում առատ անձրևների շնորհիվ աճում են անտառներ ու մարգագետիններ։ Հյուսիսում ձգվում են անծայրածիր տափաստաններն ու կիսաանապատները, որտեղ կանաչ են միայն գետահովիտներն ու լճափերը։ Ղազախստանի բնակչության 1/3-ը ղազախներ են, գերակշռում են ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ, գերմանացիներ, ուզբեկներ և հայեր։ Երկրի նավթի և գունավոր մետաղների հսկայական պաշարներն այսօր գրավել են օտարերկրյա ընկերությունների ուշադրությունը, որոնք խոշոր ներդրումներ են կատարում երկրի տնտեսության մեջ։ Զարգացած է գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Երկրի ծայր հարավում նախալեռնային հարթավայրերում մշակում են բրինձ, շաքարի ճակնդեղ, բամբակենի, ծխախոտ, խաղող, սեղ, ձմերուկ և մրգեր։ Մինչև 1995 թվականը պետության մայրաքաղաքը Ալմա-Աթան էր, որը գտնվում է Տյան-Շանի լեռնլանջերին։ Ժամանակակից գեղեցիկ քաղաք է, շրջապատված պտղատու, հատկապես խնձորի այգիներով։ Այն երկրի խոշորագույն արդյունաբերական կենտրոնն է բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, գիտական հիմնարկներով ու մշակութային հաստատություններով։ Իսկ 1995 թվականից հետո հանրապետության նոր մայրաքաղաքը հռչակվել է Աստանան, որը ղազախերենից թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն եմ հայտնում, որ ձեր առավոտյան մի փոքր չափաբաժին անցկացրեցիք մեզ հետ մեզ դիտելով, ձեզ մաղթում եմ հաճելի շաբաթ, հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի։